Հայաստանի ու Սերբիայի նախագահները ծաղկեպսակ են դնում սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, որը Բելգրադի Գաբրիել հրեշտակապետ եկեղեցու հարևանությամբ է գտնվում։ 1988-ի երկրաշարժի դժբախտության լուրն առնելուն պես նրանք շտապել էին Հայաստան մարդասիրական օգնություն հասցնելու համար, բայց ճանապարհին զոհվեցին ավիավթարից։ Արմեն Սարգսյանն իր շնորհակալությունն է հայտնում նրանց ընտանիքներին ու ընդգծում, որ դժվարին օրերին օդաչուների կորուստը հայերին երկրորդ անգամ ցավ պատճառեց։ Ես Վլադիմիր Էրչիչի դուստրն եմ, երբ հայրս զոհվեց, ես 5 տարեկան էի, իսկ մայրս եղբորս էր սպասում, նա բախտ չունեցավ հոր ներկայությունը վայելելու։ Բացասական զգացմունքներ չունեմ Հայաստանի հանդեպ, հպարտանում եմ հորս սխրանքի համար։ Իսկ առավոտյան Արմեն Սարգսյանն այցելել էր Ավալալեռ, հենց այդտեղ է գտնվում առաջին աշխարհամարտին զոհված անհայտ զինվորի հուշակոթողը։ Նախագահին դիմավորեց երկրի պաշտպանության նախարարը։ Հայերին ու սերբերին միավորում է նաև Բելգրադյան ամրոցը, հենց այդտեղ են խաչվում Դանուբ ու Սավա գետերը։ Կալեմեգդան ամրոցը Բելգրադի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկն է, այն մեզ է հասել Քրիստոսից առաջ 3-րդ դարից։ Այստեղ գտնվում են 3 հայկական տապանաքարեր, որոնք վկայում են, որ 16-ից 17-րդ դարերում այստեղ հայեր են բնակվել։ Այդ տապանաքարերը Կալեմեգդան են տեղափոխել Լյուբիցա իշխանուհու առանձնատան բակից։ Հայաստանում Սերբիայի պատվո Հյուպատոսն է պատմում։ Հիմա Գերմանիայում ուրեմն Նյուրնբերգ քաղաքի քաղաքային գրադարանում պահպանվում է հայկական մի ձեռագիր, որը գրվել է Բելգրադում 1688 թվականին։ Շատ հետքեր կան։ Կալե նշանակում է կարմիր, իսկ Մեգդան հրապարակ։ Պատմական վայրն այդ անունն է կրում, քանի որ բազմիցս այդտեղ արյուն է թափվել։ Պատմական ամրոցում նախագահ Սարգսյանին ուղեկցում է Բելգրադի քաղաքապետը։ Ասում է, դեռևս Հայաստանում չի եղել, բայց Երևանի հետ կապված ծրագրեր ունի։ Սերբ ժողովուրդը ծանոթ է հայերի պատմությանն ու մշակույթին, արժևորում ու գնահատում է այն։ Ուրախ կլինեմ Բելգրադը եւ Երևանը հռչակել քույր քաղաքներ։ Արմեն Սարգսյանին ու իր տիկնոջը հյուրընկալեց նաև Սերբիայի պատրիարքը։ Նախագահը նրան հրավիրեց Հայաստան։ Երկու երկրները նաև հավատի բարեկամներ են։ Հասմիկ Առաքելյան, Հակոբ Թումանյան, լուրեր, Բելգրադ, Սերբիա։